Մենք ունենք 500-ից ավել ամուսնացած զույգեր։ Մենք արդեն 16 տարի գործում ենք։ Տղաներին մենք մինչև 30 տարեկան չեն գրանցում։ Աղջիկները 24-25 տարեկանից գալիս են, գրանցվում են, պետք է օֆիցիալ ամուսնալուծված լինեն։ Ձեզ մոտ շեշտը դրվում է հենց ամուսնության, միասնության։ Այո, միանշանակ։ Մենք մշակել ենք մի հատ նոր պլան պատյասիկ ծնողների հետ, որտեղ ծանոթանան լավ։ Իրենք նույնիսկ գիշերն են աշխատում։ Հայերը միշտ դարեդար, ինչպես են ամուսնացել, ինչու ծանոթի միջոցով, չէ։ Հայը պետքա շատանա, հայը պետքա միշտ իմանա, որ ընտանիքը դա իր սրբությունն է։ Այն ինչ որ խոսվում է մեր օֆիսում, դա մնում է մեր պատերի մեջ։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն է, այսօր ունենք չափազանց հետաքրքիր եւ հարգարժան հյուր, ում եւ սիրով ներկայացնում եմ։ Երջանկության գաղտնիք ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյան, հարգանքներս բարով եք եկել։ Բարև ձեզ։ Բարով տեսնվեցինք, մեր հերթական հանդիպումն է եւ ամեն անգամ հետաքրքրվում եմ ինչպես են գործերը եւ արդյոք ունենք լավ արդյունքներ վերջին հանդիպումից հետո։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, իհարկե մենք ունենք նոր ամուսնացած զույգեր, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Հարգելի Իլոնա, որպեսզի շատ շատերի համար, մենք բարբերաբար հանդիպում ենք չափազանց կարևոր եւ այսպես արժեքավոր գործ եք անում, դե վերջո ավելի լավ, ավելի աստվածային բան, քան ընտանիքների կազմումն է, երեխաների ունենալն է։ Դա ամենակարևորն է, ըստ ինձ, այո։ Չկա, էլի, չկա, եթե կա ուրեմն դրանք նորմալ մարդիկ չեն։ Ասացեք խնդրեմ, ինչ գործակալություն է ձեր գործակալությունը եւ ինչով եք դուք զբաղվում։ Շատ շատերը վստահ եմ գուցե տեղյակ չեն։ Այո։ Գիտեք ինչ, մենք արդեն 16 տարի գործում ենք 2009 թվականից։ Բայց այսքան տարիներ աշխատանքից հետո պարզվում է, որ շատերը դեռ մինչև հիմա չգիտեն մեր գոյության մասին, հա, մեր գործակալության մասին, մեր գործունեության մասին, եւ ես տարբեր եթերներով ասում եմ, ինչպես ենք մենք աշխատում, ստացվում է, որ ես կրկնվում եմ, բայց ինչ արած, շատերը չգիտեն, դրա համար ես այս անգամ էլ կկրկնվեմ։ Ոչինչ, մարդկա ամենօրյա բաներ անում, դրա համար դուք կարող եք։ Արդեն դա էլ արժեք զրկվել սիրո խորհրդանիշը, չէ՞։ Լավ։ Դե իրանք արժեք զրկելու աշխարհի չեմպիոններ են, բայց հանգիստ թողնենք։ Այո։ Քիչ է մնացել իրանց։ Հաստատ։ Ուրեմն, ինչպես են մեզ դիմում մարդիկ։ Նախ եւ առաջ, եթե ցանկանում եք դիմել մեր գործակալությանը, ապա պետք է կամ գրանցվեք մեր կայքում։ Կայքը կոչվում է Armянский счастливчик, այսպես ասեմ, որպեսզի հիշվի, armhappy.com 3w armhappy.com Այդ կայքը ինքը փակ է։ Ինչ անշակում փակ է։ Այսինքն գրանցվողների ոչ մի ինֆորմացիան անտեղ չի երևում։ То есть մեր հաջողությունը աշխատանքի նրանում է, որ մենք շատ կոնֆիդենցիալ, շատ փակ ենք աշխատում, ոչ մի ինֆորմացիա ոչ միտեղ չի երևում։ Այսինքն գրանցվող մարդը, այն մարդը, որը գրանցվում է մեր կայքում, ինքը ոչ միտեղ չի երևում, բացի ոչ մեկ չի տեսնում այդ ինֆորմացիան, բացի կոնկրետ ինձանից։ Ինֆորմացիան ծանոթանալուց հետո արդեն մենք զանգահարում ենք տվյալ անձին եւ հրավիրում ենք մեր գրասենյակ։ Դա եթե ինքը ապրում է Երևանում։ Իսկ եթե ապրում է Հայաստանից դուրս, ապա մենք արդեն կապը հաստատում ենք WhatsApp-ի, հա, միջոցով, վիդեոզանգ ենք անում, հա, զրուցում ենք եւ արդեն ըստ դրա ես հետագա քայլերը արդեն ներկայացնում եմ։ Իսկ եթե Երևանում է, արդեն հրավիրում եմ մեր գրասենյակ։ Այսինքն մարդը, որ դիմում է ձեզ, պետք է վստահ լինի, որ որևէ այլտեղ չի երևալու, բացի դրանից որևէ մեկը չի տեսնում։ Այո, շատ կոնֆիդենցիալ է, այո, որովհետև Հայաստանի պարագայում դա շատ կարևոր է, հա, ընդհանրապես հայերը դե գիտեք տրադիցիոնի մարդիկ են եւ նույնիսկ 2009 թվականին, երբ որ մենք ամուսնուս հետ միասին մենք բացում ենք այս գործակալությունը, մեզ բոլորը ասում են՝ մի բացեք իզուր տեղը, ոչ մեկ չի գալու։ Հայաստանում դա չի աշխատելու։ Բայց պարզվեց, որ տարիներ անց դա պարզվեց, որ դա շատ ակտուալ է, շատ անհրաժեշտ է մարդկանց համար, քանի որ շատերը ուղղակի աշխատանքի բերմամբ, հա, զբաղված են եւ ժամանակ չունեն, պարզապես ժամանակ չունեն իրենց անձնական կյանքը դասավորելու։ Իսկ գնալով էլ ավելի է դա բարդանում։ Կներեք, ուղղակի հստակեցնենք, ամուսնական գործակալություն, որպեսզի մարդիկ էլ հասկանան, բացառապես ամուսնանալու նպատակով, թե ծանոթությունների սայթ է սա։
Ուրեմն ասեմ, բացառապես ամուսնանալու նպատակով։ Այսինքն արմատը աղջիկ կպցնել, ծանոթացնել, այդպես չկա։ Չէ։ Հենց դրա համար էլ մենք տղաներին գրանցում ենք ավելի ուշ տարիքում, ուշ ասած 30-ից բարձր են գրանցում, որովհետև իրանք որպեսզի արդեն պատրաստ լինեն հենց ընտանիք կազմելու, այլ ոչ թե ձեր ասած աղջիկ կպցնելու, հա, մի քիչ կոպիտ հնչեց, դա մեր մոտ չի լինի, որովհետև պետք է նպատակը լինի հենց ամուսնություն։ Իհարկե դա չի նշանակում, որ ում հետ ծանոթանա, դուժը պետք է ամուսնանա, չէ, իհարկե այստեղ տրվում է ընտրության հնարավորություն, ընդ որում ընտրության հնարավորություն տրվում է եւ տղաներին եւ աղջիկներին։ Այդ մեխանիզմների մասին դեռ կխոսենք, բայց ասացեք խնդրեմ, նախ պարզեցինք, որ բացառապես այստեղ դիմողները ամուսնության նպատակ պետք է ունենան, այլ նպատակներ չի կարող լինել, որովհետեւ ուղղակի մերժվում է եւ ասում են աստալավիստ։ Իրանք պետք է ազատ լինեն, то есть չամուսնացած, կամ ամուսնալուծված, կամ լինեն այրի միգուցե։ Ահա, ովքեր եւ ինչպես կարող են դիմել ձեզ։ Ահա, հենց այդպիսի մարդիկ, որոնք որ ազատ են այս պահին, то есть օֆիցիալ, եթե ամուսնալուծված են, ապա պետք է օֆիցիալ փաստաթղթով բաժանված լինեն։ Երբեմն զանգում են, ասում են, դե մենք արդեն վաղուց իր հետ չենք ապրում, բայց ես չեմ գրանցելու այդ դեպքում։ Պետք է օֆիցիալը ամուսնալուծված լինեն մարդիկ, то есть ազատ լինի այդ անձնավորությունը, որպեսզի մենք իր համար արդեն այլ կանդիդատուրաներ փնտրենք, հա, ամուսնության նպատակով։ Նույնիսկ եթե լրջության աստիճանի մասին։ Այո, փաստաթղթերը բոլորը ստուգվում են, այնպես որ այդտեղ չի լինի տենց բան, որ ինչ որ այլ մտադրությամբ են դիմում եւ չէ։ Միայն ամուսնության նպատակը։ Вот, кстати, մի հատ կարևոր բան է ուզում ասել։ Չգիտես ինչու մտածում են, որ այստեղ ես եմ իրանց ծանոթացնում, ասում եմ так, եկեք ձեր ձեռքերը վերցրեք, ամուսնացեք, գնացեք։ Չկա տենց բան։ Մարդիկ իրանք են ընտրում, նախ սկզբից ընտրում է մեր մոտ տղամարդը, կանայք նեղանում են, բայց դա այդպես է։ Ուրեմն սկզբից ընտրում է տղամարդը, հետո իր ընտրած աղջկան, մենք արդեն ներկայացնում ենք տվյալ տղամարդու ինֆորմացիան, հա, անկետան։ Եվ եթե կինը, աղջիկը համաձայնություն տալիս է տվյալ անձի ծանոթանալու, նոր դեպքում արդեն իր կոնտակտները փոխանցվում են։ Առանց աղջիկա համաձայնությանը ոչինչ չի արվում։ Մի վարքյան, ես բան եմ օֆիցիալ բաժանված տղամարդ եմ, դիմում եմ Աստված ոչ է։ Երջանկության գաղտնիքը, ամուսնական գործակալություն եւ դուք ինձ գրանցում եք։ Ուրեմն դրանից հետո ինձ ներկայացվում է Դրանից հետո ձեր email-ի պահանջներին համապատասխան, հա, ասենք։ Այո, ձեր email-ի վրա ուղարկվում են լուսանկարներ։ Մենակ լուսանկարներ չեն։ Դրանք ով են ինչ են CV-ներով։ Անպայման ոչ թե CV-ներ, նայեք, յուրաքանչյուր նամակի մեջ լինելու է աղջկա մի քանի նկարներ, ու причем իրական նկարներ, այլ ոչ թե ինչ-որ ֆիլտրած կամ ինչ-որ իրականության չհամապատասխանող նկարներ։ Պետք է նկարներ լինեն եւ անկետան պրոֆայլը, որը տալիս է ռեալ ինֆորմացիա իր մասին, նո աղջկա մասին, տարիքը, կրթությունը, ամուսնացած եղել է, չի եղել, ինչով է զբաղվում, ում հետ է բնակվում եւ այլն։ Կարճ ինֆորմացիան, բայց հստակ։ То есть դա ես կուզենայի շեշտել, որ սա քանի որ ծանոթության կայքը չէ, այդտեղ տվյալները ստուգվում են ու հետեւաբար այն ինֆորմացիան, որը որ տրամադրվում է ձեզ, հա, ինքը իրական է։ Սկսած նկարներից վերջացրած իր տվյալներից։ Դուք ընտրում եք, իրանք ունեք ընտրելու մի քանի տարբերակներ։ Այո։ Հետո ինչի եմ ես ասում մի քանի տարբերակներ, որովհետև ենթադրենք դուք ընտրեցիք, հավանեցիք 3 աղջիկ։ Այդ 3 աղջիկները դա չի նշանակում, որ 3-ն էլ ուզելու են։ Կարող է 3-ն էլ ուզեն, նա կախված է ձեր արտաքին տեսքից, ձեր տվյալներից, կոպիտ ասած, հա, ձեր կրթությունից եւ այլն։ Բայց կարող է եւ մեկը ուզի կամ երկուսը, այդպես։ Հիմա այդ հաջորդ этаպի վրա մենք այդ աղջիկների դրական որ դրական պատասխան տվեց ձեզ, իրենց կոնտակտն է դա ձեզ վրա եմ, էլի ասում ձեզ։ Ահա, ասեք։ Ես բաժանված ձեր կինը չներանա։ Եվ значит իրանց տվյալները փոխանցվում են ձեզ արդեն, դուք հանդիպում եք եւ այս աղջկայից եւ այն մյուսի ընդհանրենք, հա, եւ արդեն ըստ դրա հիմա պատկերացնում եմ, որ որոշ մարդիկ ասեն, «Ի վատ բան եք ասում, փաստորեն իրանք զուգահեռ պետք է հանդիպեն», ոչ, զուգահեռ չեն հանդիպելու, որովհետև դեռ փաստ չէ, կարող է այդ աղջիկը հանդիպումից հետո դեռ դրական պատասխան չտա, կարող է ինքը մերժում տա, հասկանում եք, то есть այստեղ պետք է երկուսն էլ ներողություն, այսինքն
դուք ծանոթացրեցիք, բայց ընթացքը դուք չեք կարող։ Չէ, ոչ մի դեպքում։ Դա կախված է բացառապես մարդկանց։ Այո, դրանց երկուսից։ Այո, իրանք են որոշում, ում հետ Հետո չասել հանդիպեն։ էլ ինչու բաց չստացվեց։ Այո, չէ, որոշումը իրանցն է։ Մաքսիմում ես կարող ռեկոմենդացիա տամ։ Դրանից ավել ոչ։ Նույնիսկ ես դա եմ խուսափում շատ ժամանակ, որովհետև ասում եմ, չէ, որոշումը ձերն է։ Մաքսիմում կարամ ասեմ գորոսկոպի առումով, ասենք ենթադրենք այս աղջիկը ավելի համապատասխանում է, այն մեկը պակաս կամ հակառակը։ Բայց միևնույն է, որոշումը, վերջնական որոշումը ամուսնության կայացնում են իրանք երկուսով։ Ձեր տվին։ Այսինքն դիմելը հասկացանք, process-ը հասկացանք, հետ հաջորդիվ արդեն մարդկանցից տեխնացուներից է կախված զարգացումը։ Հիմնականում փորձը ինչ է ցույց տալիս։ Այ դուք ունեք բավականին հաջողված case, խնդրում եմ թվեր հնչեցնել, որովհետեւ մարդիկ հասկանան, այս տարիների ձեր վաստակը։ Մենք ունենք, ուրեմն հպարտությամբ ասում եմ, որ մենք ունենք 500-ից ավել ամուսնացած զույգեր այս 16 տարվա ընթացքում։ Մենք ունենք բազմաթիվ երեխաներ, որոնք ծնվել են այդ ամուսնություններից։ Նույնիսկ պատիասեք ընթացքում ամեն նոր տարուն, միջայց ասեմ, իմ զույգերից մեծամասնությունը ինձ ուղարկում են շնորհավորանքները տարիներ անց է, то есть մեր կապը չի ընդհատվում եւ իրենց նկարներն են ուղարկում ընտանեկան, այնպես որ ու ամենակարևորը ես նկատում եմ, որ իրանք շատ սերով են իրար հետ, то есть ձերքս թեթևա։ Այո, ես ինքս երջանիկ կին եմ, դրա համար իմ զույգերը շատ երջանիկ են, իրանք դա զգացվում է, նկարներից զգացվում է, որ իրոք սեր եւ համերաշխություն է տիրում այդ ընտանիքներում։ Ինչի համար ես շատ ուրախ եմ։ Որն է ձեր հաջողության գրավականը։ Այն որ դուք դրական լուսավոր անձնավորություն եք, ես ամեն անգամ համոզվում եմ, բայց այ վստահությունն է, թե ինչն է, որ ձեզ այսպես, թե եզակի ու միակն եք Հայաստանում, ինչն է։ Դա էլ է։ Ну, բայց երբ որ մենք նոր ենք բացել մեր ամուսնական գործակալությունը, այդ ժամանակ կային ինչ-որ նմանատիպ ինչ-որ օֆիսներ, հա, երևի, որոնք այձով են, կստати, անվանվում, իսկ այդ ամուսնական ինչ-որ ծանոթությունների ակումբ էին ասում իրանց տոլի ինչ, իսկ տերմին, հենց ամուսնական գործակալություն տերմինը, հենց ներմուծել ենք մենք։ Ես ու ամուսինս մենք նստել ենք մտածենք, լավ, marriage agency անգլերեն լեզվով է, ամբրաշնա агентство ռուսերեն, բա հայերեն ոնց կլինի։ Ու սենց գցեցինք, բրձեցինք, ոչմ թարգմանեցինք, ամուսնական գործակալություն ստացվեց։ Նենց որ այդ առումով մենք միակն ենք։ Ձեզ մոտ շեշտը դրվում է հենց ամուսնության, միասնության։ Այո, միանշանակ։ Եվ գիտեք, նաև ինչ կուզենայի ասեի, որ հայը ինքը ցանկացած երկրում ինքը հայ է։ Եվ մնում է հայ, եւ ուզում է, որ իր ընտանիքը լինի հայ ընտանիք, հայկական ընտանիք, այո, հայկական ընտանիք։ Իսկ եթե ինքը արտասահմանում է բնակվում, այ իրանց համար շատ ավելի բարդ է գտնել, հա, հայ աղջիկ, հայ կին, եւ այդ դեպքում արդեն մեր գործակալությունը իրանց համար բավական մեծ գործ է անում, որովհետեւ շատ հայերը, որոնք որ դրսում ապրում են, например, Ну, Մոսկվայի օրինակ ես արդեն ասեցի, օրինակ հիմա Պիտերից ունեմ լավ տղա, որը իդեպ ծանոթացրել եմ, ինքը պլանավորում է տեղափոխվի Հայաստան։ Այո, հիմա ունեմ Ամերիկայից լիքը զույգեր ունեմ ամուսնացած, Ամերիկայից, Կանադայից, ու ընդ որում գիտեք ինչ, նույնիսկ բանից, Լիբանանից ունեմ ամուսնացրած զույգեր, նենց որ տարբեր երկրներից մեզ դիմում են մարդիկ, հայերը։ Այդ դիմումը դրսից ինչպես է կատարվում։ Իրանք պետք է կայքով գրանցվեն մեր կայքում, կամ էլ ուղղակի WhatsApp-ով մեզ հետ կապ հաստատեն, այո։ Մենք մեծ լսարան ունենք նաև Սփյուռքում, հաճախ մեր տարբեր հաղորդումների հետ կապված ինձ անձամբ են զանգահարում, իրենց մտահոգությունը եւ այլն, որի համար շնորհակալ ենք։ Այս պարագայում իմ շրջապատում էլ վստահ եմ շատ-շատերի շրջապատում կան մարդիկ, ովքեր որ գերդաստաններով են գալիս Հայաստան մի օջախի աղջիկ գտնելու կամ տղային հակառակնել, հա, այ ձեր դուք իսկապես այդտեղ ժամանակի տարածության բոլոր առումներով հաշվի առնելով անփոխարինելի է կարելի ասել։ Հիմա ոնց մարդկանց կարող եք օգնել։ Ну, նայեք, իրանք պետք է նախ եւ առաջ այդ Գերդաստանի պահը ես հեսա կակրաս շատ ճիշտ եք ասել, ես հեսա դա կավելացնեմ, իսկ ինչպես դիմել, պետք է կամ մեր կայքում գրանցվել armhappy.com կամ էլ պարզապես զանգահարել WhatsApp-ով հեռախոսի համարան փոփոխ է, կարծում եմ
Մենք այդ նկարագրության բաժնում, բարեկամներ, տեսանյութի նկարագրության ներքևի բաժնում դուք կարող եք գտնել բոլոր տվյալները, եւ կայքը, եւ հեռախոսահամարները։ Եվ կայքում էլ կա, էլի հեռախոսի համարը կա, որ կարող են կապնվել մեզ։ Arm Happy 2P-ով գրեք։ Այո, Arm Happy։ Իսկ, կստացի, ինչ վերաբերում է այդ գերդաստանը, շատ լավ եք ասել, որովհետև հայը միշտ հայ ծնողները միշտ անհանգստանում են իրենց երեխաների համար։ Ու նույնիսկ եթե մամաները, պապաները, տատիկները չեք պատկերացնում, զանգում են, լացում են։ Զանգում են, ասում են, լավ, ինչ անեմ, իմ երեխան շատ սիրուն, կրթված։ Այն մարդ նայում ես, մի հատ թերություն չկա այս երեխու վրա, խիչի ամուսնանում, մենք ինչ անենք, մենք գիշերը մամաներս են, գիշերը չեմ քնում։ Վալերյան կայմ խմում, խելագարվում եմ, ասում չգիտեմ ինչ անեմ, չեն ամուսնանում։ Այ պատրաստեք այդ աստիճան, որ ամբողջ օր աշխատում է, այդ թեմայից չեն ուզում իրանք ոնց որ այդ թեմայից չեն ուզում խոսան ամուսնության մասին։ Հա, տեխնացուների, հա, ստիպված արդեն մենք մշակել ենք մի հատ նոր պլան, պատրաստեք ծնողների հետ, որ իրանք են դիմում իրանց երեխաների փոխարեն, դիմում են մեզ, երեխաների նկարներն են բերում, բայց ես գրանցում եմ միայն այն դեպքում, երբ որ երեխան ծնողի կարծիքը հաշվի առնի։ Մամա ունեինք, որ ինքը ասեց տղաս դասախոս է, բան շատ լավ տղա է, ինքը ընդ որում այդքան աղջիկներ կա դասավանդում է ինքը բան, բայց իր ուզածը չի գտնում։ Ու այդպես ասում եմ, բայց տենց ինքը ամբողջ օր աշխատում է։ Եվ ստիպված մտածեցինք մենք ինչպես անել դա։ Ես հարցրեցի մամայից, ասում եմ, իսկ օրինակ եթե դուք ենթադրենք աղջկա նկարը ներկայացնենք, աղջկա մասին ինֆորմացիա ներկայացնենք։ Կասեք, կուզես այս աղջկայի ծանոթանաս։ Ինքը տենց կծանոթանա, ասում հա, ինքը մեծ հաճույքով կգնա ժամադրությանը, բան տենց։ Մենակ ամուսնական գործակալության անունը չտանք։ Ու մենք այդպես տենց էլ արեցինք։ Փաստորեն դա մեծ հաջողություն բերեց, այս մեր այդ նոր մշակած պլանը, արդեն տարիների ընթացքում մենք դա Ոգեբանական է, էլի, չէ՞ բառը։ Այո, հա, ինչ կա դրա մեջ, նայեք, մաման ընդամենը ինքը մոտարապես գիտի ենթադրենք իր տղայի կամ աղջկա ճաշակը։ Ասում է նախասիրություն, ասում է այս աղջիկը իր դուրը կգա, եկեք ցույց տանք նկարը։ Նկարը ցույց է տալիս, տղան ասում է, սիրուն աղջիկա, մամ, կուզեմ հանդիպեմ։ Հետո մենք աղջկայից ենք հարցնում, եթե աղջիկը նույնպես դրական պատասխանն է տալիս իր այդ ծանոթանալու, ապա մենք արդեն դեպնական աղջկան զգուշացնում ենք, որ գործակալության անունը չի տա։ Այդքան բան, տղան զանգում է, հանդիպում են ու մեր ուզածն էլ դա է, որպեսզի իրանք ընդամենը հանդիպեն։ Իսկ մնացած արդեն իրանք երկուսով կորոշեն հետագա քայլերը։ Շատ կարևոր բան ասացիք, այսինքն այն ծնողները, ովքեր անհանգիստ են, հաշվի առնելով զավակների զբաղվածությունը եւ մի շարք այլ գործոններ, կարող են իրենք դիմել։ Այո, կարող են։ Եթե վստահ որ իրենց բալիկը իրենց կլսի։ Այո։ Ես կարող եմ։ Որովհետև մենք տենց չի լինելու էլի, որ աղջիկը տեղյակ չունի։ Դուք ունի չլսի մամաներին։ Վերջը հայն, չէ՞։ Մամաներին բանը հարգում են, սիրում են։ Վստահ եմ, որ այդ մարդիկ էլ էլի իրենց հոգու խորքում ուզում են ամուսնանալ, ուղղակի։ Իհարկե ուզում են։ Ուղղակի իրոք ասում են բա, լավ, դե որտեղ ամուսնամ։ Ենթադրենք հիմա տղաների մեծ ամուսնությունը իրանք սիստեմշիկներ են, չէ՞։ Օրինակ իրանք ամբողջ օր կոմպյուտերի մեջ են, օրինակի համար։ Շատ խելացի զարգացած տղաներ են միջայց ասեմ։ Բայց նույնիսկ իրանք ամբողջ օր այդ կոմպյուտերի մեջ հասկանում եք, իրանք նույնիսկ շրջապատ չունեն, կամ եթե ունեն տղաների շրջապատ է։ Որտեղ ծանոթանան, լավ, իրանք նույնիսկ գիշերն են աշխատում։ Կամ ինչու՞ միայն ծրագրավորում։ Կամ աղջիկները, օրինակ, կամ աղջիկները, ենթադրենք ուսուցիչներ, բանկային աշխատողներ, սարսափելի, իրանք այդ բանկի աշխատողները ընդհանրապես մեղջ են։ Մինչև ժամը 8-9 աշխատում են։ То есть բանկը փակվում է, բայց հələ դեռ աշխատողները մնում են, դեռ աշխատում են, երբ ծանոթանան, լավ, ինչ անեն։ Դա իրոք դա խնդիր է իրոք։ Հետո ծանոթանալ ամեն անգամ մեկի հետ դուրս չես գա, էլի, այդ դա բան չի։ Ինչ որ նախնական փուլ պիտի անցնի, որը ժամանակառեսուրս է եւ որը կա կազմակերպություն, որը անում է, եւ ինչ որ փուլից հետո դու արդեն մի տեսակ հանգիստ խղճով, վստահությամբ ի վերջո Выстаության գործոններ։ Հա, իհարկե, պատյասեք, օրինակ, одно то, что դու ենթադրեք տղա ես, աղջկան գրես, բարև, արի ծանոթանալի վայ, աղջիկը չի պատասխանի։ Հա, էլի։ Իսկ ուրիշ բան է, երբ որ իրան արդեն ներկայացրել են,
հա, օրինակ ես արդեն ներկայացնում եմ այդ տղային, ասում եմ, լսի, տակու, այս sense տվյալները, այս տարիքը էս ավարտել բան, այս ընտանիքից է, այս ինչ ընտանիքից է, մի հատ ծանոթացի բան, հասկանում եք, ընդհանրապես հայերը միշտ դարեդար, հա, ինչպես են ամուսնացել, ինչ ծանոթի միջոցով, չէ։ Դե հա։ Միշտ այդպես է։ Օրինակ, ես ինքս էլ ամուսնացել եմ, մեզ ծանոթացրել են։ Ինչ հեռուս աղջիկն է ծանոթացրել մեզ, ոչ թե հատուկ է ծանոթացել, այդպես ստացվել է։ Մեկ եղել ենք միջոցառման, այդպես ծանոթացանք։ Ուզում եմ ասեմ, միշտ ինչ որ մեկը պետք է լինի, որ ներկայացնող էլի լինի։ Այլ չգիտես, փողոցում ծանոթ, հիմա ով է փողոցում ծանոթանում։ Չէ։ Ինչ սիրուն չէ էլի։ Մի կարևոր հանգամանք եւս, որովհետեւ օրինակ իմ շրջապատում հարցեր հնչում են, հա, տարիք, ովքեր ում չեք գրանցում կամ ովքեր չեն կարող դիմել, պարտադիր է արդյոք մասնագիտություն ունենալը, չգիտեմ, կարող է պետքա տուն ունենալ անպայման նոր դիմել։ Ну, նայեք, ուրեմն տարիքը տղաներին մենք մինչև 30 տարեկան չեն գրանցում։ Այդ ասել եմ ինչի համար, որովհետև իրանք դեռ պատրաստ չեն լուրջ ամուսնանալու։ Իրանք դեռ ուզում են աղջկա հետ հանդիպեն, այո, ժամանակ անցկացնեն։ Իրանք պատրաստ են լինելու ամուսնության արդեն 30-ից հետո։ Դրա համար մենք տղաները 30-ից հետո են գրանցում։ Լավ։ Աղջիկներին չէ, աղջիկները 24-25 տարեկանից գալիս են, գրանցվում են, մամաներն են գրանցում իրենց, իսկ տղաները իրենք ավելի ակտիվ են դառնում, հա, 35-ից 6-ից հետո, հա, ի տարբերություն ունենա 25-26 տարեկաներից իրանք չեն ուզում ամուսնանալ, ուղղակի հանդիպել, զուտ հանդիպել, այս աղջիկը չունի, նույնիսկ իրանք չգիտեն ինչ են ուզում այդ փոքրերը, էլի, դրա համար մենք աշխատում ենք ավելի հասուն տարիքի տղաներին գրանցել, 65-ից բարձր աշխատում ենք չգրանցել, նու, եթե իհարկե ավելի տղամարդը կամ կինը ավելի սենց երիտասարդներում կյանքով լի են, ապա կարող ենք մենք բացառություններ անել, բայց հիմնականում ոնց որ սահմանափակումը մինչև 65-ը։ Իսկ ովքեր են հիմնականում ձեզ դիմում։ Մեզ դիմում են կիրթ, զարգացած, խելացի մարդիկ, որոնք գիտեն կոնկրետ ինչ են իրենք ուզում։ Կոնկրետ ինչպիսի կնոջ կամ ինչպիսի տղամարդու հետ իրենք ուզում են ծանոթանալ։ Ու այդ սպասելիքները իրենք ներկայացնում են մեզ։ Ու ըստ դրա արդեն մենք սկսում ենք փնտրել իր ուզածին համապատասխան, հա, մենք սկսում ենք փնտրել փեսացու կամ հարսնացու պոտենցիալ։ Մի քանի նոր, այսպես, ծանոթության կամ զույգերի մասին կարող եք ասել, որ թարմ են օրինակները եւ որպեսզի մարդիկ նաեւ գուցե ոգեշնչվեն դրանից։ Այո, իհարկե։ Նայեք, նախ մեզ հիմնականում մեզ մոտ գալիս են այն մարդիկ, որոնք որ իրենց ծանոթը ամուսնացել են մեր միջոցով։ Ու իրենց դա ասել է։ Նույնիսկ եղել է դեպքեր, որ իրանք իմ ամուսնացած զույգը իրանք ինձ պատմում են, ասում են մենք մեր ծանոթներին ուղարկել ենք ձեզ մոտ, բայց մենք չենք ասել, որ մենք ձեր միջոցով ենք ամուսնացել, բայց ասում եք, ասում եմ լավ, ոչինչ խնդիր չի։ Ասում եմ մենք ուղղակի ասել ենք, որ ձեր գործակալությունը լավ աշխատում է, մենք լսել ենք, մենք ունենք ծանոթներ, որոնք ամուսնացել, բայց մենք ուրիշ բան է, կայքերի միջոցով ենք ծանոթացել։ Հիմա այն անգամ իմ մոտ մի հատ բավական հետաքրքիր Գերմանիայից փեսացու եկավ եւ բժիշկ տղամարդ էր, ու ինքը ասեց, ես լսել եմ, գիտեմ, որ դուք լավ հարսնացուներ ունեք, մենք կուզենանք ծանոթանանք, որ ամուսնանանք, որտեղ Գերմանիայում որտեղից ես հայ աղջիկ գտնեմ։ Ասում եմ, հա, ես որտեղից եք լսել, ասում եմ, գիտեք, դուք իմ հրոպորս տղուն դուք եք ամուսնացրել։ Ինքը ապրում է Մոսկվայում, աղջիկը ստերից է, Երևանից է։ Մենք որ արդեն ասեց, ես հիշեցի։ Շատ լավ զույգ են, միջայց ասեմ։ Աղջիկը շատ կիրթ, զարգացած, լավ աղջիկ է, կրթված։ Ինքն էլ է տղամարդն էլ, միջայց ասեմ, տղամարդը եւ որ դիմել է ինձ, ինքը ամուսնալուծված էր, ուներ մեկ երեխա, ու տենց պատմում էր, ես նույնիսկ չէի ուզում իրան գրանցել, ինչի չէի ուզում գրանցել։ Ես ուզում էի, որ ինքը միանար իր ընտանիքի հետ, որովհետև իր պատմածից ես մտածեցի, ինքը
երկար տարիներ ընտանիքս տեղ Հայաստանում ինքը Մոսկվայում ու զուտ այդ հեռավորությունը իրանց ոնց որ հեռացրեց էլի իրարից ես որտեվ մենք խոսում ենք հա մինչև այդ գրանցվելը ու ինքը ասեց ես ասեցի արի մի հատ փորձի գնոջդ հետ նորից զրուցի բան միգուցե եւ ձեր մոտ ամեն ինչ ստացվի ու ինքը ասեց լրջացավ ասեց հա ճիշտ եք ասում ես կփորձեմ ու գնաց մի քանի ամիս հետո եկավ Իլոնա ջան, ես ձեզ խնդրում եմ գրանցեք ինձ, մեր մոտ չի ստացվում։ Ու тогда իրանք ասեցի օֆիցիալն դուք բաժանվել, ասում հա մենք արդեն օֆիցիալ բաժանվեցինք, չի ստացվում մեզ մոտ ոչինչ։ Լավ, ասեցի, օքեյ, լավ, դե որ տենց է։ Նու իրանք մի օֆիցիալն, իրանք պաստորեն վաղուց բաժանված են, որովհետև տղամարդը Ռուսաստան, մեր կինը այստեղ է։ Մի խոսքով, իրան ամուսնացնում ենք շատ լավ աղջկա հետ, իրանք ամուսնանում են, բա, ու հիմա այդ եղբայրը իրա որ եկավ այդ իրանց մասին էր պատմում, ասում էր, գիտեք, Արմինեն եթե չլիներ, հիմա իմ աղբերը սաղ չէր մնա, ասում եմ, ինչ ես ասում, հա այդ կովիդի ժամանակ ինքը նենց վատ տարավ այդ կովիդը, բժիշկները արդեն ձեռքերը լվացել են, ասում են, չէ, ինքը չի ապրել, բայց երիտասարդ է, гидեք, կովիդը ահավոր վատ տարավ, իսկ այդ աղջիկը до последнего պայքարեց իր համար, и его буквально с того света она вытащила, այտենց։ Այնպես է դա ճակատագիր։ Ճակատագիր։ Ու ինքը ասում է, ես ուզում եմ այսինքն Արմինեի պես ինձ մի հատ աղջիկ ճարեք։ Հիմա այս գործի վրա ենք, հիմա փորձում ենք։ Հա։ Նվիրված, շատ լավ, հայուհի կին է իր համար ու շատ սերով են։ Օտար ազգի ելնում է ամուսնություններ։ Գիտեք ինչ։ Օրինակ ռուս տղաները հիացած չեն մեր աղջիկներով։ Այո, ոչ միայն ռուս։ Իմ մոտ օրինակ Գերմանիայից են դիմում, այս վերջերս Ամերիկայից, ամերիկացի հենց տղամարդ, տրադիցիոնի հայացքներ ունեցող, շու որտեղից իրանք հայերի մասին։ Ես մտածում էի, նույնիսկ իրանք Հայաստանի տեղը չգիտեն, բայց բանից պարզվում է, որ տարբեր եվրոպական երկրներից մեզ դիմում են։ Այդ բանը որ կա շատ լուրջ խնդիր, մենտալիտետի խնդիր, տարբերություն կա։ Այդ մենտալիտետը չի թողնում, որ իրանք իտոգում ամուսնանան։ Փորձում են, միջից ասեմ, ես ընդհանրապես ուզում եի, որ միայն մենք ոնց որ ստեղծենք հայ ընտանիքներ, որովհետև ի սկզբանե կոնցեպցիան այսպեսին է, որ մենք բացել ենք հենց հայ ամուսնական գործակալություն, որ ստեղծվի հայ ընտանիքներ։ Բայց քանի որ բավական լավ փեսացուներ են մեզ դրսից դիմում ու հաշվի առնելով մեր աղջիկների բանը, պահանջները, հա, սպասելիքները, ապագա փեսացուների վերաբերյալ, ես տեսնում եմ, որ բավական լավ տվյալներ ունեցող այդ արտասահմանի փեսացուները, պրինցիպի կարող են եւ դուր գան։ Հա, կարելի է դուր, ինչի՞ չէ։ Ու իմիջիայից ասեմ, ուզում են, հավանում են աղջիկները, բայց շփման ընթացքում, то есть շփվում են ու հասկանում են, որ չէ, տարբեր են։ Հասկանում եք, ու իտոգում էլի ստեղծում են հայ ընտանիքներ։ Ինձ ապշեցնում է ձեր այդ հայկականության, հայկական մոտեցումը։ Մամայի պես մի տեսակ ոնց որ ճիշտ է։ հայ պատիլնի։ Շատ ճիշտ եք ասում։ Նույնիսկ մեզ մոտ որ դիմում են մարդիկ, որոնք ինձնից էլ մեծ են, չէ՞, բայց իրանք ինձ ցենց խորհուրդ են հարցնում, բանսից ոնց որ բանը։ Ես իրոք ինձ մամա եմ ինձ զգում այս պահին, որ այո, ես շատ ուրախ եմ։ Չափազանց կարևոր է էնել մերօրյա թույլ տվեք ասել ոչ հայկական կամ հայկականությունից զզվող իշխանական բուրգի պայմաններում կներեք որ մի քիչ sense կեղտոտում եմ մեր մաքուր գեղեցիկ զրույցը պահել հայկականը, արժևորել հայկականը, հայ ընտանիքները շատացնել, հայ զավակներ ունենալ, ոնց որ սատանան խաչից սրանք էլ հայկականությունից, ինչքան շատանանք, այնքան սրանք կթուլանան ու կպարտվեն։ Այո, որովհետև հենց ընտանիքն է դրված պետության, ամուր պետության հիմքում, այո։ Ինչի։ Այո, իհարկե, ընտանիքը առանցքային արժեհամակարգ։ Մեր բոլոր արժեհամակարգը պետք է մենք պինդ պահենք։ Խարսխած լինի ընտանիքի վրա, հա։ Այո, ընտանիքը մեր եկեղեցին, որ շատ կարևոր է մեզ համար, ու իմիջիայից ասեմ, եկեղեցին միշտ
միշտ հայերին sense հավաքել է իր շուրջը։ Ինչպես այ մամա, ասեմ ձեզ, ինքը քուրիկս էլ Անգլիայում է, հա, հիմա այս պայդրությամբ ապրում։ Հայերը այ sense երբ որ ինքը դեռ չի գտել իր հայերին, հա, այդ ընկերներին, բան, շատ իրան միայնակ էր զգում։ Բայց երբ որ գնաց եկեղեցին, գտավ հայկական եկեղեցին, այն Մանչեստրում, ու տեղ լիքը հայերի հետ ծանոթացավ, всё այդ օրվանից մենք շատ հանգիստ ենք իր համար, քուրիկիս համար, ու ինքը ամուսնացած է իհարկե երեխաներ ունի, բայց որ քանի որ հիմա արդեն հայերի շրջապատում է ինքը, մենք արդեն հանգիստ ենք, որովհետև իրոք եկեղեցին ինքը շատ մեծ դեր է խաղում հայերի համար, բոլոր հայերի համար ապրի հայը Հայաստանում թե Հայաստանից դուրս ու փաստորեն հենց դա են ուզում ոչնչացնել սրանք ես հուսով եմ դա իրանց չի հաջողվում ես ավելի քան վստահ եմ որովհետև այդպես պատմությունը մեզ բազմաթիվ դասեր ունի տված եթե վերադառնանք մեր զրույցին ավելի շատ տղամարդիկ են դիմում թե կանայք Գիտեք ինչ, առաջ երևի կանայք ավելի շատ էին դիմում, իսկ հիմա տղամարդիկ ավելի շատ, ես կասեի։ Ну, կասեի արդեն հավասարվել է։ Ավելի 50-50։ Մի հարց էլ, որ ինձ անձամբ հետաքրքիր է, կա են ամոթի զգացում են, որ տենց դա ամոթ չի դիմենք։ Հա, մինչև հիմա դա մնացել է։ Այ ոնց կորտրենք այդ կարծրատիպը, գիտակցելով, որ այսօր ես շատ հաճախ մտածում եմ Հիմա իսկականից 24 ժամ է, ինչպես մանկությանս օրերին էր, որովհետև ոչինչ չի փոխվել ըստ էության, բայց թռնում է օրը, ճիշտ է, ահա։ Հետևաբար անկեղծ այդպիսի մի այդ outsource կոչվածը, որը ամենուր է, հա, հաշվապահություն, չգիտեմ, եւ այլն օգնող ձեռք մեզ այս խայտառակ ժամանակների մեջ, հա, այս sense հարափոփող աշխարհում մեզ պետք է։ Հետևաբար այ մարդկանց վերաբերմունքը, մարդկանց հոգեբանական այս արգելքները հաղթահարելու ինչ օրինակներ կան կամ ինչպես եք հաղթահարել։ Վստահ եմ շատ-շատերը լսողներից կան էլի այդպիսիք։ Այ մարդ ռեկլամ են անում իրանց։ Կամ ասում են բանը, դրան էլ հասանք։ Օրինակ եղել է որի մոտ եկել են ասում են ես այդ աստիճան հասա, որ եկա ամուսնական գործակալություն։ Ինչ որ հա, տենց Բայց հավատացեք, որ հետո որ զրուցում ենք, բանս այդ բացվում են, նույնիսկ նկարում են իրենց, դες բոլոր նկարներն իրենք ժպտում են, արդեն սենց ռասլաբլին է, սենց հանգիստ են, եւ գնալուց էլ ասում են, ինչ լավ է որ եկել, անկախ արդյունքից ասում են, լավ է որ եկել եմ ձեզ մոտ։ Հասկանում եք, դա շատ կարևոր է։ Եվ դա հաշվի առնելով նույնիսկ մենք մեր օֆիսը վերցրել ենք ավելի sense կենտրոնում է ինքը գտնվում, բայց ավելի փակ տեղ, то есть ինքը Հայաթի մեջ է, բայց կենտրոնում է, Երվանդ Քոչարի վրա, էլի։ Տեսնելով է գալիս։ Որտեւ առաջ մենք բիզնես կենտրոնում է մեր օֆիսը եղել, 7 տարի մենք վարձակալ ենք տարածք բիզնես կենտրոնում եւ մեր կողքը բոլոր տարբեր օֆիսներ են եղել։ Եվ հաճախորդներս որ գալիս են ասում են վայ ինչը տեսավ ինձ ինչը տեսավ բան վայ ինչ ամոթ է բան ասես բան հետո մտածեցի երբ որ արդեն մենք մեր օֆիսը արդեն գնացինք ժամանակը եկավ ամուսնուս հետ որոշեցինք որ անպայման ինքը լինի մի քիչ գողտնիկ տեղ որպեսզի հաճախորդները գալուց բան չանեն էլի ասենց ավելի հանգիստ լինեն որովհետև իմ մոտ նենց կրուտոյ հաճախորդներ են գալիս не побоюсь этого слова կայացած, կիրթ, բիզնեսմեններ, հասկանում եք, բանկում աշխատող մարդիկ։ Իրենք չեն ուզում, որ կողքից տեսնեն, այո, իհարկե։ Եվ քանի որ մենք կոնֆիդենցիալ ենք աշխատում, իրենք հանգիստ գալիս են։ Հիմա տենց ավելի լավ է։ Աստիճանաբար ավարտում ենք, եթե ունեք հավելելու բան, խնդրեմ, այ ինչ ձեր փորձից ելնելով 16 տարվա փորձ մարդկանց դիմելու, որովհետև սա այն դեպքն է, այն եզակի դեպքերից է, եթե ոչ միակը որ այնքան լավ գործ է կանում, որի արդյունքը, ախր, ասենք ասենք, էլի ուղիղ ասենք, ժողովրդագրական աճին է նպաստում, իսկ դեմոգրաֆիան այսօր ներողությունը ռեգիոնալ, գեոպոլիտիկ առումով թիվ 1 մարտահրավերն է, այդքան Ադրբեջանից վախենալ պետք չի, որքան ժողովրդագրական այս խայտառակ վիճակից։ Այսքան բաժանություններ, չէ։ Ոչ միայն դա, այլև ասենք, չգիտեմ, 7 տարի հետո կարող է հպարտանանք կամ հպարտանանք, հնդիկների համար Հայաստանը դառնա իրենց հայրենիքը։ Ժորժ ջան, էլի թող գնան, բայց սա մեր երկիրն է ու հայերս պետք է շատանանք։ Հայը պետք է շատանա, հայը պետք է
միշտ իմանա, որ ընտանիքը դա իր սրբությունն է, իր երկիրը, մեր երկիրը, դա մեզ համար սրբություն է, մեր հավատը, դա մեր սրբությունն է։ Այսինքն այն, ինչ որ մեզ համար մեծ արժեք է, մենք պետք է ատամներով էլ պահենք։ Եվ ընտանիքը ես դիմում եմ նաև այն մարդկանց, որոնք որ հիմա այդ նույնիսկ բաժանելիության աճը, որ նայում եմ, sense նեղվում եմ, էլի ոչ իմ զույգերի մասին է խոսքը, իմ զույգերը հակառակը շատ երջանիկ են Փարքաստում, բայց ցավոք սրտին կա էլի, որ նայում եմ տենդենցիան, որ մարդիկ շատ են բաժանվում, իմացեք, որ դժվարությունները պետք է երկուսով հաղթահարեն ամուսինները եւ դրանից հետո ընտանիքը ել ավելի ամուր է դառնալու։ Իսկ դժվարությունները հենց դրա համար էլ տրվում են մեզ բոլորիս, այնպես որ ես բոլորին ցանկանում եմ ամուր, երջանիկ ընտանիքում ապրեն, որպեսզի երեխաները, մեր երեխաները ապրեն այդ սիրո եւ համերաշխության sense մթնոլորտում եւ իրանք էլ կարողանան մեր որ տեսնեն ինչպեսին է իր ընտանիքը, իրանք էլ նույն ձևի ընտանիք էլ ստեղծեն իրանց համար հետագայում։ Դա շատ կարևոր է մեր ազգի համար։ Ի վերջո եկեք մի sense իրականությունից ելնող կարևոր հատկանիշել արձանագրենք, որ ամենաբարդը, չէ, այն սկիզբն է։ Այն ինչ որ դուք եք անում։ Այսինքն տղայի համար ոնց բան կպատասխանի, գրեմ, մոտենամ եւ ճիշտ հակառակը։ Այդ բարդ էտապ այդ առաջին այդ սրտի թրթիռները եւ այլն եւ այլն կպատասխանի թե չէ։ Հա, դուրս կգա հետո թե չէ։ Այո, հոգեբանական, չգիտեմ, ուժեղ տղամարդիկ կոտրվում է, չի շարունակում։ Այն դեպքում, երբ գուցե իրար համար են ստեղծված։ Այո։ Սա չափազանց կարևոր է եւ այդ բարդ էտապը, քանի որ այն հավուր պատշաճի, sense գաղտնիության պայմաններում եւ այլն արվում է, քանի որ նպատակը բան է, sense մարդկային է, աստվածային է, եւ որի հետևանքով ու արդյունքում երեխաներ ու հայեր են ծնվելու, պետք է ուղղակի բան լինի, էլի։ Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Մենք պետք է այո աշխատենք եւ մի անգամ էլ նշենք, որ այս գործակալությունը ստեղծված է եւ իրականացնում է այդ գործողությունները բացառապես ամուսնության նպատակով։ Այո։ Եվ շատ կոնֆիդենցիալ, այնպես որ մարդիկ ռիսկով կարան գան, որ իմանան, որ այն ինչ որ խոսվում է մեր օֆիսում, դա մնում է մեր պատերի մեջ։ Առավել մանրամասն հարգելի հետևորդներ, կարող եք այդ տեսանյութի ներքևի բաժնում, նկարագրության բաժնում գտնել, այնտեղ եւ կայքը կա եւ հեռախոսահամարները, որոնցով գուցե 1000 ու մի հարց կամ մանրամասներ, որոնցով կարող եք կապնվել եւ ձեզ անձամբ կպատասխանի Իլոնա Բաղիշյանը։ Այո։ Շնորհակալություն։ Ձեր արված աշխատանքի, ձեր հայանպաստ, Հայաստանանպաստ գործի համար։ Լավ եղեք։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն էր, որի հյուրն այսօր երջանկության գաղտնիք ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանն էր։ Շնորհակալություն նաև ձեզ ուշադրության համար, մեր ալիքին հետևելու համար։ Իրոք մեկնաբանություններում գրեք նաև ձեր կարծիքը։ Ողջունում եք կամ ճիշտ եք համարում այսպիսի մոտեցմամբ ամուսնությունը թե ոչ։